Բարև ձեզ հայեր ջան, դեդոյի եթերներից եվս մի եթեր ուզում եմ թարգմանել, ուզում եմ կարդալ հայերեն։ Այն ինչ ուզում եմ այսօր ասել, ձեզ հասցնել, դա այն է, որ այսքան ժամանակ ոչ ոք ոչ մի անգամ նույնիսկ չի փորձել, ասենք մոտավորապես ձեզ տեղ հասցնի գոնե 2 բառով։ Ես այսօր կփորձեմ ձեզ հասցնել Արցախի թեման այն տեսքով, որի մասին շատերը վախենում են ասել։ Սա շատ ցավոտ թեմա է ամբողջ աշխարհի հայերի համար։ Եվ այստեղ մեզ բոլորիս համար շատ հետաքրքիր հարցեր են առաջանում Արցախի հետ կապված։ Աշխարհը թքեց Հայաստանի ցեղասպանության վրա, աշխարհը թքեց Արցախում կատարվող ցեղասպանության վրա, եւ այստեղ առաջանում են մի քանի հարցեր։ Ինձ համար միշտ բարդ ու դժվար է այդտեղ հասցնել իրականությունը, որովհետև այսօրվա դրությամբ կան շատ մարդիկ, ովքեր ուզում են թաքցնել այս թեման հայ ազգից։ Ինչ որ այսօր պիտի ասեմ, դա ճշմարտությունն է ու ոչինչ բացի ճշմարտությունից։ Սկսենք մեր այսօրվա թեման Արցախի մասին ու փորձենք բացահայտել այս հարցի ամենակարևոր ասպեկտները։ Արցախից հայերի սարսափելի տեղահանության պահից այսօրվա ազերաօսմանական Հայաստանի ղեկավարությունը ամբողջապես հանել է արցախյան թեման իր քաղաքականությունից, ամենաբարձր մակարդակով։ Այս ազերաօսմանական Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ Արցախի, ինչպես նաև արցախցիների խմբագային Արցախի իրենց տները վերադառնալու խնդիրներ չկան։ Այս հարցը այլևս գոյություն չունի հայկական քաղաքականության մեջ, եւ այստեղ հայտնվում է մի ոչ պակաս կարևոր դետալ, այն ինչ այսօր կատարվում է աշխարհում Արցախին վերաբերվող։ Ոչ ԱՄՆ, ոչ Եվրամիությունը, ոչ ոք չի դադարում հայտարարել արցախցիների իրենց տները վերադառնալու իրավունքների մասին միջազգային ուժերի հսկողության ներքո։ Այս դիրքորոշումը մեղմ ասած շատ տարօրինակ է։ Ավելի շուտ այս դիրքորոշումը Արցախի վերաբերյալ այնքան, ասենք այսպես, գալիս է Թուրքիայի կողմից ավելի շուտ, հետո միայն ազերիների։ Սա ուլտիմատում է ազերիների կողմից Հայաստանի հանդեպ, որոնք փորձում են շանտաժի ենթարկել Հայաստանին պատժելով միայն Արցախ հասկացողության համար։ Եվ իրոք ազերիների ու թուրքերի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակում չեն դադարում ամբողջ աշխարհով մեկ հայտարարել, որ Հայաստանը պետք է ոչնչացնի, ջնջի բոլոր հետքերը, որոնք հիշեցնում են Արցախի մասին։ Պիտի դադարի դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի ազերիների հանդեպ միջազգային դատարաններ, եւ նույնիսկ բոլոր այն երկրները, որոնք ցանկություն կունենան գործ ունենալ ազերիների հետ, պիտի հեռացնեն իրենց քաղաքականությունից Արցախի եւ հայերի թեման։ Այստեղ ծագում է հարց. ինչքան թույլ ու տկար են հանդիսանում այսօրվա ազերաօսմանական Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանում որոշ մարդիկ լղոզվել են այս թուրք օսմանական լծին ու լռում են, հատկապես հայկական կառավարությունը։ Եվ այստեղ մեր առջև ելնում է մեկ ուրիշ հարց։ Անձամբ Հայաստանի կառավարությունը դիտարկում է միջոցներ կանխելու Ազերիստանի ագրեսիվ գործողությունները։ Ծագում է մի հարց. արդյոք այս ամենը ճիշտ է։ Հայաստանի օսմանական կառավարությանը հարկավոր է խորապես մտածել, որ ծառի հետևում թաքնվել դեռ չի նշանակում փրկվել։ Եթե կառավարությունը լռում է խնդրի մասին, դա տալիս է իրավունք թշնամուն օգտագործել այս խնդիրը ըստ իր հայեցողության։ Ու մինչ կառավարության ետնաբեմում, մինչ Հայաստանի փողոցներում վիճում են այն մասին, թե ինչ պայմաններով վերականգնել Հայկական Հանրապետությունը էքսխորհրդային սահմաններում, Ազերիստանը հայկական կառավարության հետ միասին համառորեն շրջանցելով գնում է առաջ, հեռակա մտադրություններով կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյության իրականությունը։ Հասկանում եք։ Ու այդ քայլը, որին գնում է Հայաստանի կառավարությունը, ազերիներին այդ ընթացքի մեջ ներառելու ճանապարհով Հայաստանի սահմանների սահմանագծման ու սահմանազատման գործում տարածքներ զիջելու ճանապարհով հույս ունի, որ կտեղադրի օրինական ցանկապատ, ընդդեմ իր տարածք անօրինական կերպով թափանցել ցանկացող որևէ մեկի։ Բայց ինչպես պարզվեց, հերթական անգամ
տեղի ունեցավ խորամանկ թշնամու ոչ ճիշտ գնահատում։ Չի խոստովանում, որ Ազերիստանի համար սահմանի հարցը դա ուղղակի հերթական միջոց է ստիպելու Հայաստանին նորանոր զիջումների գնալու և ավելի լուրջ հարցերում, և այս ամենը մեր կառավարությունում նստած խաղաղության մասին երազող հրեշտակները իհարկե շատ ու շատ հեռու են հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Ես հիմա կփորձեմ շատ կարճ որոշների համար բացատրել, թե ինչ է Ազերիստանը, ինչ է ազերի նախագահը։ Ցանկացած հանդիպման ժամանակ, ցանկացած պատվիրակության հետ, ցանկացած վայրում, նույնիսկ ԵԱՀԿ նախագահողի հետ, Ալիևը հայտարարում է, որ հայ-ազերական հակամարտությունն անցել է պատմության գիրկը, այլևս գոյություն չունի, և պետք է լուծարել Մինսկի խումբը և նրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ազերիների կողմը հաճախ է բարձրացնում այս հարցը, ու չկա ոչ մի պատճառ, որի հետևանքով հայկական կողմը չի համաձայնի այս ամենի հետ։ Այնուհանդերձ, շատ հաճախ Բեյզադե Օղլեի հարազատ եղբայր Ալիևը ընդգծում է, որ իր կամքի և ուժի շնորհիվ նա վերջ դրեց օկուպացիային, ապահովելով Ազերիստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ուշադիր լսեք, թե ինչ բառեր է նա ասում. իրական կանոններով, սկզբունքներով, միջազգային օրենքներով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգով։ Մարդկանց սպանելը ՄԱԿ-ի կանոնակարգով է, միջազգային օրենքի սկզբունքով է, հասկանում եք, ցեղասպանություն ստեղծելը դա միջազգային օրենքի նորմ է։ Ոչ միայն ԵԱՀԿ, ոչ, այլ նաև մեր հայ մտավորականները, նրանց կարելի այսօր անվանել առաջադեմ, լավ տղեկ, քուչի տղեկ։ Իհարկե, ներքուստ համաձայնում են Ալիևի հետ, իբր մոռանանք անցյալից ամեն ինչ, գնում ենք խաղաղ ապագա, նույն կերպ մտածում էին 90-ականներին այն ղեկավարները, որոնք ճանաչել էին Արցախը Ազերիստանի կազմում, հուսով, որ դրանից հետո ոչ մի պատճառ չի լինելու պատերազմելու համար, բայց այն ժամանակ ստացան պատիժ իրենց միամտության համար, դաժան պատերազմ ստացան, ու միայն դրանից հետո հասկացան, որ այդքան էլ նուրբ ու անմեղ չէ թշնամուն տալ պատերազմելու իրավունք, որովհետև ստացան դաժան պատասխան հարված։ Հիմա այս հարցի ամբողջ իմաստը, ինչու է Ալիևը ուզում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչ-որ մեկը խորել է այս մասին։ Առաջին անգամ նա այս հարցով դիմել էր քարտուղարին Մյունխենում։ Հետո հարց է ծագում, ինչու է նա այսքան ջանքեր գործադրում, ջանում շատ արագ դա անել։ Հայաստանի կառավարությունը այս մասին չի էլ մտածել։ Այստեղ կա մի շատ կարևոր ասպեկտ։ Ըստ երևույթին, Հայաստանի կառավարությունը չի հասկացել, այդքան էլ չի հասկացել, թե ինչ է կատարվում։ Երբ ԵԱՀԿ ներկայացուցիչը գտնվում էր Երևանում, Հայաստանի կառավարությունը խոսում էր միայն այն մասին, թե որքան խնամված ու ուշադիր են նրանք, ինչպես են իրականացնում սահմանագծում, ինչպես են նրանք խաղաղություն կառուցում։ Չեն հասկանում հայկական ղեկավարությունը, որ նրանց դեմ այնպիսի դավեր են նյութում, այնպիսի դավեր։ Ազերիները Հայաստանի կառավարության հետ մուկ ու կատու են խաղում, ու ոչ մի խաղաղության մասին այստեղ խոսք չի գնում։ Քրքրվեն ու ծակրտվեն, լավ որ չտեսնեն։ Թվում է, թե սահմանազատումը ինչ-որ արժեք է ներկայացնում Ադրբեջանի համար։ Նրանք չեն կարողանում հասկանալ, որ դա շատ արդյունավետ մեթոդ է ստիպելու Հայաստանին գնալ անվերապահ կապիտուլյացիայի, ճանաչելով իրեն մեղավոր ուրիշների տարածքներ գրավելու մեջ։ Սա միայն սկիզբն է, սիրելիներս, սա միայն սկիզբն է։ Մինսկի խմբի լուծարումը ազերիների դեմ ճանապարհ է հարթելու հայտարարել Հայաստանին որպես զավթիչ, հասկացաք, թե ինչումն է բանը։ Ու հետագա մեկուսացումով
ու Հայաստանի Հանրապետության վերացումով Արցախի պետությունը ներսում թաքնված թեմա է։ Ու նրա արդյունքները փակում է բոլորի առջև իր պիտի ներողություն եմ խնդրում, արդյունքները պիտի հաղթեն, քանի որ նրանք թելում են Ադրբեջանի թելը, բայց այստեղ ամենակարևորը Ադրբեջանը այս քայլերով փակում է բոլորի առջև իր քաղաքական օրենսդրական գործոնը միջազգային օրենքների կոպիտ խախտման ու ագրեսիայի, սկսած 1990-ական թվականներից կփակի մարդկանց պատճառած հսկա ողբերգության պատմության էջերը, ու Հայաստանը կմնա կոտրված տաշտակի դիմաց, մի բան էլ զավթի չի ու ագրեսորի կարգավիճակով, ու այս ուղղությամբ Ադրբեջանը շատ ուժեղ է աշխատում, շատ ուժեղ, ու հղվում է անփոփոխ թեզով, 30-ամյա զավթված լինելով, միջազգային դատարաններում պահանջելով մի քանի միլիարդ դոլարների փոխհատուցում, կրած վնասների համար, իսկ մեր այս թքով լվացված դեմքերը, այս սոված շները փողի դիմաց պատրաստ են վաճառել ոչ միայն Հայաստանը, այլ իրենց բոլոր հարազատներին։ Հայաստանը ազերիների դեմ մեղադրանքների հսկայական զինանոց ունի, բայց ոչ մի նախորդող ղեկավար ոչ մի անգամ այդ զինանոցը չբացեց, ոչ մեկը չխոսեց այն մասին, որ Արցախի կարգավիճակը պիտի հաստատվի միջազգային ձևաչափով, ոչ մեկը, անգամ երևի թե Ազերիստանի այս պահանջները շատերին կսթափեցնեն, Ազերիստանը շատ անգամներ է հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման հիմնարար սկզբունքը պիտի լինի իր պահանջները, ոչ թե Ալմատայի պահանջները։ Միշտ պետք է առաջնորդվել սթափ ուղեղով մտածող մարդկանցով։ Հավանական է, որ պարզ չէ իմաստը այս վտանգավոր մտադրությունների։ Դրա համար ես կփորձեմ կարճ ձեզ հասցնել ազերիների հարցի իմաստը, որը սկզբունքորեն պարզ է ու թափանցիկ։ Հասկանում եք։ Ու ահա, ցանկություն է առաջանում հարց տալ. ուր է տրամաբանությունը, երբ Ադրբեջանը կուլ տվեց Արցախը, ղեկավարությունը հատուկ ձգտումով տանում է Հայաստանին մեղադրող ուղղությունը, առաջին Արցախյան պատերազմի հետևանքների համար։ Հետպատերազմյան ադրբեջանական քաղաքականության մեջ նկատվում է հստակ սկզբունք Հայաստանին մեղադրելու մահացու մեղքերի մեջ։ Դա հայերն էին արել ցեղասպանությունը, դա հայերն էին սարքել բոլոր պատերազմները, դա հայերն էին վռնդել ազերիներին, միլիոնավոր փախստականներ։ Հասկանում եք ինչումն է խնդիրը։ Իսկ Հայաստանի կառավարությունը ոչինչ, մատին չի տալիս։ Այդ 2020 թվականի սարքած պատերազմով ազերիների խնդիրները նրանք փորձում էին այնպես հրամցնել, որ դրանք պատերազմի խնդիրներն են։ Ավելին, նրանք փորձում են ձևավորել Հայաստանի Հանրապետությունը խեղդելու ձևաչափ, այդ թվում նրա վերացման։ Եվ մենք տեսնում ենք, ինչ լուռ, հանգիստ սահմանազատում, հեռացրին Արարատ լեռը, Գոյչա լիճ, հայ ժողովուրդը հավատացյալ ժողովուրդ է, հիմա հարկավոր է կործանել հավատքը, եկեղեցու տեսքով, ինչքան շատ տանք ազերիներին, այնքան մեր համար լավ կլինի, խաղաղություն կլինի, և ահա մենք եկանք գլխավոր ասպեկտին։ Այս Արցախի լիդերներին, նրանց նկատմամբ դատավարության կազմակերպմանը, դա իրենց հանդեպ դատավարության կազմակերպում չէ, դա Հայաստանի Հանրապետության հանդեպ դատավարության կազմակերպում է, որովհետև նրանք մեղադրվում են ֆաշիստական գաղափարախոսության զինման ու ընդլայնման քաղաքականության մեջ։ Արդյունքում նպատակ է հետապնդվում առաջ քաշել Հայաստանի Հանրապետության ոչ օրինական լինելու թեզը, նրա կազմաքանդման անհրաժեշտությունը։ Միթե ոչ ոք չի հասկանում, անտանելի է, հասկանում եք, այս ամենը, ինչ որ ես ձեզ ասում եմ, անտանելի է։ Լսել այս ամենը այժմյան գործող Հայաստանի մեջ նստած Օսմանա-ազերական կառավարության բերանից,
Եվ ահա այս դատը դա հաջողություն էր Արցախի ներողություն Արցախի ինքնալուծարման գործի համար։ Դա ազերիներին ներշնչում է իրական Հայաստանի վերացման ծրագրեր։ Ազերիների հույսը կապված է, այսպես ասած, գլոբալ քաղաքականության փոփոխման ժամանակաշրջանի տրամաբանության հետ, որը հաշվի է առնվում համաշխարհային գերտերությունների կողմից, գանդիկների ու պեդիկների կողմից։ Հաշվի է առնվում առաջին հերթին այն, որ ասենք ինստիտուտները սառը պատերազմի ժամանակաշրջանում կորցրել են իրենց արդյունավետությունը։ Հիմա, ինչ որ ես պիտի ասեմ, կընդգծեմ, որ ձեր համար հասկանալի լինի, բայց կա նաև այլ պատճառ, դա վախն է, այս օսմանա-ազերական կոալիցիայի վախը, որը նստած է Հայաստանի կառավարությունում։ Հավանական մեղադրանքների առջև պատերազմի զարգացումը։ Ահա այդ վախն է, դուք հասկանում եք ինչումն է բանը։ Այդ պատճառով նրանք մոռացել են Արցախի ու այնտեղ գտնվող մարդկանց մասին, քանի որ ազերիների անցկացրած էթնիկ զտումը այդպես էլ չի ընդունվել միջազգային հանրության կողմից։ Հասկանում եք։ Ընդհանուր առմամբ ամեն գործած մեղք չէ, որ հնարավոր է քողարկել։ Այստեղ անհանգստանալու առիթ կա։ Խորհրդային Միության Սահմանադրության ոչնչացման ժամանակ 91 թվին Ազերիստանը իրոք լուրջ անհանգստանալու առիթ ուներ։ 91 թվականի դեկտեմբերի 16-ին այդ ընթացքում Եվրախորհրդի կողմից արդեն ընդունվել էին նոր պետությունների կազմավորման սկզբունքներ Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում, որի մեջ նշվում էր Միությունը և նրա անդամ պետությունները չեն ընդունում դրույթը, որը ագրեսիայի հետևանք է, այսինքն ընդգծվել է Եվրամիության ու միջազգային մակարդակով, որ այդ պետությունները չեն ընդունում դրույթները, որոնք ագրեսիայի հետևանք են, նրանք պիտի հաշվի առնեն հարևան պետությունների ճանաչման հետևանքները։ Այդ պահին Ազերիստանի Հանրապետությունը անցավ տարիների փլուզման ու բռնությունների, ֆաշիզմի, ագրեսիայի ու ցեղասպան քաղաքականության ներողություն եմ խնդրում։ Բռնությունների ճանապարհով ներողություն եմ խնդրում։ Ազերիստանի Խորհրդային Միության տարածքից դուրս վռնդվեցին։ Այսքան տեղը նորից կարտամ, ներող կլինեք, ժողովուրդ ջան։ Նրանք պիտի հաշվի առնեն հարևան պետությունների ճանաչման հետևանքները։ Այդ պահին Ազերիստանի Հանրապետությունը անցավ տարիների փլուզման ու բռնությունների ճանապարհով։ Ազերիստանի Խորհրդային Միության տարածքից դուրս վռնդվեցին մոտ 450,000 էթնիկ հայեր, ձեռք բերելով կերպար հիմնված ֆաշիզմի, ագրեսիայի ու ցեղասպան քաղաքականության վրա։ Այդ նույն ժամանակահատվածին է վերաբերվում Կալցո օպերացիան, բոլորը գիտեն այս մասին, որը արտահայտվեց այդ պահին Լեռնային Ղարաբաղի 24 գյուղերի բռնի տեղահանումով, և ինչպես ցույց տվեցին Ազերիստանի գործողությունները այդ ընթացքում, նա անհանգստացած էր, որ կարող է չճանաչվել այլ հանրապետությունների կողմից որպես անկախ պետություն։ Իրավիճակը այնպես էր, որ գործնականում Հայաստանի Խորհրդային Միությունը, ԼՂՀ-ն ու Ազերիստանը միաժամանակ հայտարարեցին իրենց անկախության մասին առանց Ղարաբաղի, իսկ այ ինքնավարություն ձեռք բերելով Լեռնային Ղարաբաղը ոչ մի դեր չխաղաց ինքնահռչակ Ազերիստանի Սահմանադրության կազմելու մեջ, այլ ընդհակառակը հայտարարեց իր անկախության մասին։ Եվ այս գործող օրենքի անորոշության պայմաններում հետխորհրդային տարածքում ոչ ոք Արցախը Ազերիստանի մաս չէր համարում այնուամենայնիվ։ Նորաթուխ Ազերիստանը չէր թաքցնում իր հավակնությունները Արցախի նկատմամբ, չնայած որ 1991 թվականի սահմանադրական ակտի մեջ
հրաժարվեց խորհրդային Ազերիստանի իրավահաջորդությունից։ Այս պայմաններում ԵԱՀԿ-ի միջազգային հանրությունը հենց սկզբից ֆիքսեց Արցախի կարգավիճակի շուրջ տարաձայնությունները, և պետք էր ինչ-որ ձևով կողմնորոշվել այդ պետությունների ճակատագրի հարցում, նոր պետությունների ճանաչման շրջանակներում։ 1992 թվականի հունվարի 30-ին, լինելով ճանաչված ընդամենը մի քանի պետության կողմից, նրանց կողմից Արցախի պատկանելիության տարաձայնությունների առկայության փաստը թվականի հունվարի 30-ին, լինելով ճանաչված ընդամենը մի քանի պետության կողմից, միաժամանակ Հայաստանի Հանրապետության հետ ազերիներն ընդունվեց ԵԱՀԿ-ի կազմի մեջ, փաստացի այս պետությունները ճանաչվել էին անկախ ԵԱՀԿ-ի կողմից։ Նրանց կողմից Արցախի պատկանելիության տարաձայնությունների առկայության փաստը ընդունելու պայմանով և այն համաձայնության, որ Արցախի ապագա կարգավիճակը պիտի որոշվի միջազգային համաժողովի ԵԱՀԿ-ի հովանու ներքո, և նրանք տվել էին այդ համաձայնությունը խաղաղ ճանապարհով հարցը լուծելու։ Բայց երբ որ տեղի ունեցավ հայ բնակչության ցեղասպանություն, մնացած բոլորը լռեցին։ Ու գիտեք, ինչն է ամենահետաքրքիրը։ Հայաստանը և Ազերիստանը համաձայնել էին այդ պայմանների հետ և ընդունել բանաձև, լուծել այս հարցը խաղաղ ճանապարհով։ Եզրակացության ամփոփման 11-րդ կետում նշված է ԵԱՀԿ խորհրդի Հելսինկիի լրացուցիչ հանդիպում։ Դա 1992 թվականի մարտի 24-ին էր։ Ստիպված հավաքել եմ Սա Դեդոյի կողմից։ Ստիպված հավաքել եմ այս փաստաթղթերը։ Ես շատ անգամներ եմ ասել, որ էլ չեմ ուզում վարել այս թեմաները, զզվել եմ, անընդհատ դիմադրել, զզվել եմ ու ոչ մի աջակցություն, ոչ ֆինանսական, ոչ մի աջակցություն չեմ ստանում, զզվել եմ, չկան ստապ մտածող մարդիկ, ովքեր որ կզբաղվեին այս հարցով, ովքեր լուրջ կգրեին թեմայի մասին, ովքեր ելույթներ կունենային միջազգային հարթակներում։ Ու տեսեք, թե ինչ որոշեց Հելսինկյան խումբը, որ նախարարները, ի նկատի ունենան Հայաստանի ու Ազերիստանի կողմից տված համաձայնությունները, տրամադրել լիարժեք աջակցություն գործող ԵԱՀԿ քարտուղարի առաքելության այդ տարածքում և նույնպես այլ գործողություններում, որոնց շրջանակներում համաձայնություններ են եղել ԵԱՀԿ խորհրդի կողմից և կոչ են անում երկու երկրներին ակտիվորեն կատարել այդ պարտավորվածությունները հասնելու խաղաղ կարգավորման։ Վեճի բուն թեման որակավորված էր որպես զինված հակամարտություն Լեռնային Ղարաբաղում և նրա կառավարության շուրջ։ Այս փաստաթղթում Ազերիստանին Արցախի հետ կապող ոչինչ գոյություն չունի։ Հասկացեք, դուք ինչպես չեք հասկանում, ձեր ականջներին լապշա են կախում, սիրելի հայեր։ Բայց և այնպես ստանալով ինքնավարություն և ԵԱՀԿ-ի անդամակցություն, Ազերիստանը հենց նույն պահին խախտեց միջազգային պայմանավորվածությունները։ Նա Արցախի հանդեպ սկսեց զինված ագրեսիա։ Արցախի ինքնավարության կարգավիճակը որոշող համաժողովը խափանելու նպատակով։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Ինչպես են ձեզ բոլորը խաբում, բոլոր 4 Հայաստանի ղեկավարները, բոլորը կեղծիք են բերում հայ ազգին։ Արթնացեք վերջապես, հայեր։ Բայց այդ ժամանակ Ազերիստանի ագրեսիան տապալվեց բավականին մեծ տարածքների կորստով։ Տեղի ունեցավ խտրականություն նախկին Ազերիստանի խորհրդային միության բնակչության հանդեպ, էթնիկական սկզբունքով։ Նախկին 86,000 քառակուսի
86,000 քառակուսի կիլոմետր խորհրդային Ադրբեջանի տարածքից միայն 74,000 քառակուսի կիլոմետրը հասավ ազերիներին, իսկ 12,000 կիլոմետրի վրա, 12,000 քառակուսի կիլոմետրի վրա կազմավորվեց Արցախյան հանրապետությունը։ Ու այստեղ մեկ այլ հետաքրքիր թեմա։ Բոլորը հարցնում են, թե որտեղ կարելի է հաստատագրել ազերիների գործած հանցագործությունները միջազգային չափանիշերով։ Հանցագործությունը կայանում է նրանով, որ Արցախի հարցում ունեցած համաձայնությունների ֆոնին Ազերիստանը ձգտելով ստանալ միջազգային ճանաչում խաբեց Միությանը ու դեռ շարունակում է խաբել, խախտելով հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման իր պարտավորվածությունները։ Այսպիսի գործողությունների արդյունքում մի տարածք գոյացավ, որի հսկողությունը նույնպես վիճելի դարձավ ՄԱԿ-ի կանոնադրության բանաձևով այդ տարածքը ճանաչվել է Արցախի զինված ուժերի հսկողության ներքո, տեղի ուժերի, ու որոշում էր ընդունվել բաժանվել հսկողության նախկին ԼՂՀ սահմանի երկայնքով, բայց միայն թե 2020 թվականին Ազերիստանը որոշեց Արցախը բռնի կերպով միացնել ու տեղի ունեցավ ևս մեկ հանցագործություն։ Ճիշտն ասած, ես այստեղ ուզում եմ դադար տալ։ Իհարկե, Ազերիստանը վախենում է նրանից, որ Հայաստանը ինչ-որ ժամանակ կարող է միջազգային դատարան հայցեր ներկայացնել իր հանդեպ, և հետևաբար, ինչ է պետք անել, պետք է կերակրել Հայաստանի կառավարությունում նստած որդերին, որ նրանք լռեն։ Հասկանում եք ինչումն է բանը, պետք է հետ պահել Հայաստանին այդպիսի քայլերից։ Հենց այս քաղաքականությունն է, որ մենք նկատում ենք այսօրվա հայկական կառավարությունում։ Ռազմավարության այսպիսի քայլերից գլխավոր նպատակն է Հայաստանին իզոլացնել Արևմուտքի ամեն տեսակ օժանդակություններից, որը և հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչնչացումը։ Ես փորձեցի այս կարճ ժամանակահատվածում ինչքան հնարավոր է կարճ ձեզ հասցնել իրականությունը Հելսինկյան խմբի փաստերով։ Հասկանում եք։ Ու եթե սրանից հետո էլ այդ ոչնչությունները, որոնք ինձ գրում են ու դեռ հաչում, ուղղակի լռեք ու մտածեք, թե ես ձեզ ինչ ասեցի։ Հակառակ դեպքում դուք կմոռանաք Հայաստանի իրավունքների մասին բոլոր միջազգային օրենքներում, քանի որ այդ դատը, որ հիմա գնում է Արցախի լիդերների նկատմամբ, դա այնքան ուժգին հարված է Հայաստանի իմիջին, կլինի, որ դուք եք սկսել պատերազմը, դուք եք արել եղեռնը։ Լավ մտածեք, թե ես ձեզ ինչ եմ ասում։